հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը ինչ լուծում կարող է ստանալ եւ արդյոք կարող ենք մեր փոխվստահությունը վերականգնել առանց մեր ինքնական շահերը վնասելու։ Ես նաև կուզենայի միջև հարցին անդրադառնալը շարունակելով պարոն Աբովյանի խոսքը Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկված էս ինչպես ինքը երևի կասեր կլասիկ քաղաքական հետապնդումը, դա իսկապես մաքուր դասական քաղաքական այո, բոլոր դրվագները դրակա, պարոն Աբովյան, բայց դրանից առաջ նաև օրինակ եղավ Անդրանիկ Թևանյանի դեմ տեղի ունեցածը եւս ԲՀԿ քաղաքական թիմի ներկայացուցիչ ցուցակի երկրորդ համարը, եթե չեմ սխալվում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց, եւ գնացին այդ մարդու հետևից։ Սա մաքուր դասական քաղաքական հետապնդում է, պարոն Թևանյանը ինքը ես Արեքնազին էի ուզում անդրադառնալ, պարոն Թևանյանը ընդհանրապես իմ դասախոսն է Սլավոնական համալսարանում օրինակելի ընտանիքի հայր իր պետությանը նվիրված մարդ, մասնագետ, ու ես հիմա կասեմ ինչու եմ, սա ուղիղ առնչություն ունի ձեր տված հարցի հետ, ու իր դեմ այս շինծու քաղաքական մեղադրանքն են առաջ քաշում։ Արեքնազի հետ կապված իրականությունը Արեքնազ Մանուկյանը եւս ԲՀԿ ցուցակի ներկայացուցիչ արգելափակել են նույնիսկ հանդիպումները անչափահաս երեխայի հետ։ Ինչ բարդ է, էլի ոչ էմոցիոնալ էս ամեն ինչի մասին խոսել, բայց սա այն իրականությունն է, որ մենք ունենք, նաև շարունակելով այն միտքը, որ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը բոլոր իսկապես էլի այդ քաղաքական հետապնդման դրսևորումները այդտեղ կան, ու այստեղ ակնհայտ է նաև աշխարհակահական իմ կարծիքով հետապնդման դրսևորումը, որովհետև ամբողջ ընտրական ցիկլի ժամանակ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչանին, Նիկոլ Փաշինյանը կապում էր կոնկրետ մեկ երկրի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ։ Ուղղակի այստեղ մի բան արձանագրենք, անկախ նրանից թե ինչ քարոզ իրականացվեց այս երեք քաղաքական ուժերի դեմ, իրանք դառան անդիմադիր դաշտի առաջատարները, քաղաքացիներն էլ իրանց քվեով ցույց տվեցին հետևել, որ անկախ նրանից թե դուք ինչ եք հակաքարոզ անում, մարդիկ ուզում են Ռուսաստանի հետ ունենան տրամաբանական, տրամաբանված հարաբերություններ, վստահելի գործընկերային հարաբերություններ, եւ նաեւ Ծառուկյանի դեմ կատարվածը, սա Նիկոլ Փաշինյանի բողոքն է քաղաքացիների այս քվեարկության դեմ։ Իսկ ինչը վերաբերում է նրան, թե մեր հարաբերությունները ինչպիսին են լինելու Ռուսաստանի հետ, միջև ընտրությունները բազմիցս եղել է առիթ ասելու, ինչ խնդիրներ ունեցել ենք Ռուսաստանի հետ, այդ խնդիրները մնալու են եւ իրենք շարունակվելու են։ Ես չեմ ասել, որ Պուտինը իմ ընկերն է, ես չեմ ասել, որ ես գնալու եմ ընտրություններից հետո հարցերը լուծեմ։ Ասում եմ, ես ակնկալում եմ Պուտինի հետ հանդիպում։ Հա, ես էլ եմ ակնկալում Պուտինի հետ հանդիպում, ելք կտեսնենք ով ավելի շուտ կհանդիպի, բայց հարցերը չեն լուծվել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու եւս մի կարևոր հանգամանք, Սամանդրական դատարանը, կրկին ասեմ, ինքը լեգալություն տվեց Փաշինյանին, բայց լեգիտիմություն չտվեց։ Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են։ Այդ իսկ պատճառով դու գնում ես Միշուստինի հետ հանդիպում ես, իրենք խոսում են, որ Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, մեկ բառով անգամ չեն շնորհավորում։ Այն, որ իրենք ունեն լեգիտիմության այդ խնդիր, տեսնում են եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, եւ Սամանդրական դատարանում, եւ իրենց քաղաքական թիմը, եւ Ռուսաստանում են տեսնում, եւ Իրանում են տեսնում, եւ արևմտյան մեր հարգարժան գործընկերներն են տեսնում։ Ուղղակի ելնելով իրենց շահերից, իրենք այս պայծրությամբ լռում են այդ ամեն ինչի մասին, բայց ամփոփելով մեր խնդիրները Ռուսաստանի հետ շարունակվելու են, իշխանություններն էլ շատ նպատակաուղղված են տանելու հարաբերությունների վերջնական փլուզմանը, դա ակնհայտ է։ Մի հատ էսպիսի մարդ կա, Ջոն Բոլթոն 18 թվականին եկել էր այսպես կոչված իշխանափոխությունից հետո, ասում էր Հայաստանի հաջողության գրավականը կարող է լինել կամ պետք է լինի, պատմական կարծրատիպերից հրաժարվել է։ Այդ պատմական կարծրատիպ ասելով իրենք կարծում են, որ կարծրատիպը այն, որ Ռուսաստանը մեզ դաշնակից է, բարեկամ է, անկեր է, իրենք կարծում են, որ ինքը պետք է լինի թշնամի։ Հետևաբար այս տրամաբանությամբ էլ մենք շարժվում ենք Սամադրական դատարանն էլ այ դա է դակում։ Նաև այդ տրամաբանության մեջ առաջին բան արձանագրումը, նաև իրավական արձանագրումը հենց Անդրանիկ Թևանյանի գործն էր, որովհետև ինքը ոչ միայն կարևոր է, որ հերթական քաղաքական հետապնդումն է, այլ նաև որ պատմության մեջ առաջին անգամ պետական դավաճանության հոդվածը լրտեսության միջոցով վերագրվել է իբրև թե Ռուսաստանի օգտին գործելուց։ Մենք մինչ այս ինչ գործ ունեցել ենք, մենք լրտեսությունը եղել է միայն հօգուտ Ադրբեջանի կամ Թուրքիայի։
այլ երկրի, որտեղ պետք է անկալվի թշնամի այդ երկիրը, չնայած ուղիղ օրենքը չի ասվում։ Հիմա պաշտոնապես, այսինքն իրավական տողատակը այն էր, որ թշնամի երկիրը Ռուսաստանն է, ինչը բնականաբար որևէ լավ տեղ, ոչ քաղաքական, ոչ իրավական իմաստով մեր երկրին չի տանելու իմ համոզմունքն է։